Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, հարազատներս, թող օրը բարի լինի և օրհնված բոլորիս համար։ Հույսով ուրախ եղեք, սիրելիներս, նեղությանը համբերեք, անընդհատ աղոթեք, ամեն ինչ հանձնեք Աստծուն, սիրելիներս, և մեր օրը կլինի ուրախ և օրհնված։ Տշգամբից եկել եմ խոհանոց և այսօր ուզում եմ պատրաստել շամպինյոն սունկով ինձ համար ապուր։ Իմ ձեռքի տակ ունեմ շամպինյոն սունկ, լավ լվացել եմ, ջրքամել եմ, ունեմ կարտոֆիլ մանր կտրատել եմ, լցրել եմ սառը ջուրը, որպեսզի օսլան դուրս գա, նոր եփեմ, ուղղակի համի համար եմ լցնում, ինչ չի կարելի։ Ունեմ մեկ հատ գազար, սոխ, բուսայուղ, քերիչ որ քերեմ և կաթսա։ Հիմա կաթսայի մեջ գազօջախը վառել եմ, կաթսայի մեջ կլցնեմ մի փոքր բուսայուղ, մի փոքր գլուխ սոխ և կլցնեմ բուսայուղի վրա, որպեսզի տապակեմ սնկով ապուրի համար։ Մի քիչ դանդաղ եմ արել տածը։ Ինչ սոխը կտապակվի, ես այստեղ քիրեմ, քերիչով կանցկացնեմ գազարը։ Որոշել եմ խիստ դիետա պահել, որովհետև սիրելիներս բավականին բարձրանում է շաքարս, չնայած դեղերի և սրսկումների շատ բարձրանում է։ Պատրաստում եմ հնդկաձավարով ինձ համար։ Սա բավական է, հիմա կլցնեմ գազարը նաև։ Գազարը և սոխը կտապակվեն, ես կկտրտեմ շամպինյոն սունկը։ Այդ ապուրը կարող ենք պատրաստել նաև ծառի սունկով և մնացած սունկերով։ Իսկ իմ ձեռքի տակ ես ունեի շամպինյոն, պատրաստում եմ շամպինյոն սունկով։ Շատ եմ սիրում շամպինյոն։ Դե սա արդեն ոչ դաշտի է, ոչ հողի է, գիտենք բոլորս էլ, որ սա մշակած է, աճեցված է սերմերից, բայց դե էլը համով է։ Այս տոտիկներն էլ կլցնեմ։ Շատ մանր չեմ կտրում, եփելուց կփոքրանա ավելի։ Հիմա բացենք, տեսնենք։ Արդեն լավ տապակվել է։ Հիմա կավելացնեմ սունկը, որպեսզի իրար հետ նորից տապակեմ։ Թող լավ տապակվի։ Սունկը տապակվելուց խաշվելուց գիտենք բոլորս էլ, որ փոքրանում է։ Տեսնում եք ինչ լավ արդեն տապակվել է սունկը, գազարը և
սոխը, հիմա կավելացնեմ կարտոֆիլը, ջրքամել եմ, մի հատ էլ կարտոֆիլը կխառնեմ, և կլցնեմ ջուրը, խնդրեմ, սա ինձ բավական է, արդեն եփել է կարտոֆիլը, պետք է ավելացնեմ հնդկաձավալ, գրեչկա, կխառնեմ, մի քիչ էլ աղ կավելացնեմ, վերջում կավելացնեմ սամիթը և կանջատեմ, հիմա աղեմ, մի փոքր աղեմ, համտեսեմ, հարկ լինի կավելացնեմ, կարագ չեմ ավելացնելու, այո, աղը մի փոքր էլ կավելացնեմ և վերջ, բերանը ծածկեմ, սիրելիներս արդեն ժամանակն է, որ թարմը սամիթ ավելացնեմ, հենց այսպես էլ մեջը կտրտում եմ, բոլոր բաղադրիչները եփած են, սամիթով շատ համեղ է, մենք կարող ենք նաև հնդկաձավալի փոխարեն ավելացնել մանր վերմիշիլ, բրինձ, ուղղակի ինձ համար ես որոշեցի, որ հնդկաձավալով պետք է անեմ, դիետическի է, երկու տերև էլ լվացած դափնու տերև գցեցի, հիմա թող դափնու տերևն էլ իր համը բույրը տա, անջատենք, Տնկով ապուրը պատրաստեցի, վերջացրեցի, իսկ հիմա ուզում եմ սոխը տապակեմ բուսայուղի մեջ, շատ հեշտ, բաղադրիչները հասարակ, համարյա ոչինչ չի գնում, մի քիչ ալյուր, սև պղպեղ, աղ, մեկ հատ ձու, հանքային ջուր, հիմա սկսում եմ ոչ շատ բարակ կտրտել, ահա այսպիսի չափսերի սոխը, ինձ մոտ 3 հատ սոխ էր, խնդրեմ, հիմա սոխը պետք է անջատեմ իրարից, բաժանեմ այսպես, կալցոների, կլոր, տեսնում եք ոնց է դուրս գալիս հեշտությամբ, այս մանրներն էլ վերջում կանեմ, սկզբից պետք է այս կլորները անեմ, չեմ ուզում սեղմեմ ջարդվի, հանգիստ կանեմ, համեղ է, անչափ համեղ է ստացվում, փորձեք, միասին հեսա կփորձենք, կհամոզվեք, ինչքան սոխը խոշոր լինի, այնքան լավ, ինձ մոտ միջին չափսի էր, ոչինչ, այդպես էլ է ստացվում, համեղ և սա վերջում ընդհանուր կլցնեմ, տապակի մեջ ժարի կանեմ, տապակեմ, կհանեմ, այսպես, սիրելիներս կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր գրառումների, բարի ջերմ խոսքերի համար, ձեր դիտումների համար, նորեկներին խնդրում եմ, որ բաժանորդագրվեն, սեղմեն զանգակոճակը, որպեսզի ալիքը տարածվի, նախօրոք շնորհակալական խոսքս եմ հայտնում, շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ,
բաժանորդագրվելու, լայքելու համար։ Ամենակարևորը լայքը եւ բաժանորդագրվելն է, հարգելիներս։ Իսկ հիմա սոխի հատիկները լցնում եմ ալյուրի մեջ։ Ալյուրի մեջ շաղաղում եմ ալյուրով, այսպես հավասար, որպեսզի բոլորի վրա էլ ալյուր լցվի։ Նորից ալյուրով սոխը լցնում եմ ափսեի մեջ։ Սոխի վրա ավելացնում եմ մի փոքր սև պղպեղ, աղ, մեկ հատ հարած ձու, եթե ձու չունեք, կարող եք չլցնել։ Մեկ հատ ձու և մի փոքր հանքային ջուր, ոչ շատ ուժեղ գազով։ Խառնում ենք այս բոլորը, նորից լցնում ալյուրի մեջ։ Նորից ալյուրի մեջ ենք լցնում։ Ահա։ Արդեն պատրաստ է, պետք է հանեմ, կարմրել է լավ։ Շատ լավ կարմրել է, հանում եմ և մյուսները կդնեմ կարմրելու։ Տեսեք ինչ գեղեցիկ են։ Տեսնում եք, գեղեցիկ, սիրուն։ Հիմա կասեք, սոխը ինչ է, որ գեղեցիկ լինի և համեղ, շատ համեղ է ստացվում, հավատացնում եմ ձեզ, համեղ է ստացվում, իրոք։ Սոխը բուժիչ է, խնդրեմ, կարմրեց։ Ահա, հիմա մյուսները կլցնեմ։ Մանկուց սիրել եմ պատրաստել, հարգելիներս, երեխա ժամանակվանից սիրել եմ պատրաստել, թխել, մայրիկիս օգնել, թե հողամասում, թե տան գործերում, միշտ մայրիկիս օգնող եմ եղել։ Հիմա էլ իմ թոռնուհիներին եմ սովորեցնում, Մարինեիս։ Շատ շնորհակալ եմ Մարինեից, որ անցած հոլովակի մեջ գովել էիք, լավ խոսքեր էիք գրել բարի ջերմ, աղջիկս շատ ջերմացած էր, շատ ուրախ էր, ուղղակի ամանչում է, սա էլ թող կարմրի, ահա սա էլ է պատրաստ, աշխատասիրությունը լավ բան է, աշխատել, աշխատասիրությունը, առողջություն է։ Ոյ, այս պոպվածներն էլ եմ ամելու, կադրից դուրս կանեմ մանրները, համեղ է, որ սառում է, դառնում է խրխրթան, համեղ, ահա, բոլորը պատրաստ եմ, կհանդիպեմ։ Սիրելիներս, պատրաստ է սնկով, հնդկաձավարով ապուրը, հիմա կփորձեմ։ Շատ համեղ է։ Այստեղ տեսեք ինչ գեղեցիկ, կարմիր, խրխրթան
Սոխի տապակա ստացանք։ Փորձենք միասին։ Շատ խրխրթամ, համեղ, անչափ համեղ, չեք պատկերացնի, հարգելիներս, պատրաստեք, վայելեք կհամոզվեք, շատ համեղ է, ես չէի պատկերացնում, որ այդքան համեղ կլինի, ես մեկ անգամ էլ եմ պատրաստել, բայց առանց ձվի, այս անգամ ձվով ավելի համեղ է, այսօր այսքանը, սիրելիներս, որքան հնարավոր է, պատրաստեցի սիրով, հոգի դրեցի ամեն ինչի մեջ, որպեսզի ավելի համեղ լինի, որպեսզի ավելի գեղեցիկ լինի, սիրելիներս, ձեզ մաղթում եմ առողջություն, շնորհակալ եմ ձեր բարի մաղթանքների համար, նախօրոք և դիտումների համար, նորեկներին կխնդրեմ, բաժանորդագրվեք, լայք դրեք, ալիքը թող տարածվի, սիրելիներս, եղեք առողջ, եղեք ուրախ, միշտ գոհացեք Աստծուն, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, իմ սիրելիներս, համբուրում եմ բոլորիդ։